Էս մի գարունն էլ անցավ, մեր կյանքում հուշ դարձավ, թող բարով գա ամառը, խաղաղություն մեզ բերի, պայծառ արև ջինջ երկինք, սեր ու ծիծաղ առատ բերք, թող որ հնչեն ամենուր, ուրախության պար ու երգ: Սիրելիներս, այս գեղեցիկ ասմունքով և տեսարանով էլ սկսում եմ նոր հոլովակը: Բարի օր իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող բոլորիդ օրը լինի բարի և օրհնված, թող բոլորիդ սրտի ցանկությունները ի կատար լինեն, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան: Հիմա դեմքով բոլորիդ բարևում եմ: Բարև ձեզ իմ շատ սիրելի, հարազատ, դարձած բաժանորդներ ջան: Սիրելիներս, ինչպե՞ս եք: Հուսով եմ, որ լավ եք, որի համար շատ ուրախ եմ, որ դուք լավ եք, իմ լավ բարեկամներ: Ես էլ եմ լավ, կամաց ապաքինվում եմ: Իմ հոգատար, իմ լավ հարազատ բարեկամներ ջան, շնորհակալ եմ ձեր ջերմության համար, ձեր գեղեցիկ ջերմ գրառումների համար, անչափ շնորհակալ եմ, համբուրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, միշտ եղեք առողջ, այդպես մարդկանց գնահատեք, որի համար շատ շնորհակալ եմ: Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել կաղամբով տոլմա: Հիմա տեսնեմ, եթե հարցս տեսնի, եթե մեր խաղողի վազերի տերևները մեծ են, մի փոքր կաթսայով էլ խաղողի տերևով կպատրաստեմ, թարմը խաղողի տերևով կաղամբի հետ կփաթաթեմ: Հիմա ասեցի նստեմ, բարևեմ, մի քիչ զրուցեմ, նոր միասին կսկսենք արդեն տոլմա պատրաստելու գործողությունը: Ուզում եմ ձեզ ասել, սիրելիներս, դուք երեկվա վիդեոյի մեջ գրառում էիք թողել, որ Ռուզաննան էլ գրել, որ տիկին Մարինե լոբի է տնկել, լավ չի ծլել: Ոչինչ, նորից տնկի, քույրս, սիրելիս, կծլի: Արդեն եղանակները որ տաքանում են, շուտ դուրս կգա, մի մտածի: Եվ մեկն էլ գրել էր, անունը չեմ հիշի, թե ինչ սնուցում տանք լոլիկներին, լավ չի ծաղկում: Ասեմ սիրելիներս, որ եղանակի պատճառով է, որ էդպես է, չէ, մեկ ամպրոպ, մեկ անձրև, մեկ խոնավ, մեկ տաք: Իսկ լոլիկները սիրում են, որ ներքևի մասը, խոսքի ջերմոցն է, չէ, դուռը բացում եք, ներքևի մասը շորով ծածկեք, դրան կողքը, հենց դրան ցածի մասը շոր կախեք երկու կողմից, իսկ վերևը թող մնա սկվազնյակ, որ սկվազնյակ է անում, քամի խաղում է, համ փոշոտում է կատարվում, համ էլ լոլիկները ջերմոցի մեջ սկվազնյակ են սիրում: Բայց ասեմ, արմատները դռան տակը անպայման շոր կախեք, իմ լավ բարեկամներ, իմ սեփական փորձից եմ ասում: Սիրելի հետևորդներ ջան, դուք հարցնում եք, թե ինչով ջրենք, ինչ սնուցում տանք: Մենք ոչ մի քիմիա չենք տալիս, միայն խոմ ենք սրսկում, անպայման սրսկեք լոլիկները, խոնավում, եթե Ռուսաստանում եք, անպայման սրսկեք: Ես տալիս եմ միայն խոտերից պատրաստված այդ սնուցումը: Հիմա կասեմ, խոտ, որ հնձում եք, քաղում եք գազոնը, հետն էլ կռապի, լցնում եք բոճկան, 1/3 մասը խոտը, վրան ավելացնում եք 200 լիտրանոց բոճկայի մեջ 1/3 մասը խոտն եք լցնում, ավելացնում եք մինչև վերջ ջուրը, թողում եք մի 5-6 օր ինքը թթվում է, ճիշտ է, անտանելի հոտ է գալիս, բայց շատ օգուտ է տալիս: Այդ ջրից վերցնում եք, լցնում եք 10 լիտր մաքուր ջրի վրա և այդ ջրով քիչ կռուշկա ջրում եք ձեր սածիլները, շատ չլցնեք, մի 200 գրամ ամեն մի քյոլի տակ, լցնում եք, նոր սառը ջրով ջրում եք, կամ էլ ջրեք նոր լցրեք, ավելի լավ է լցնեք այդ պառարտանյութը, նոր ջրեք և դա կրկնում եք 15 օրը մեկ, արդեն կսկսի բույսը լավ աշխատել, սնուցում տալ և կլավանա:
Իսկ երկրորդ տարբերակը հավի ծերտն է, կներեք այդ արտահայտությանս համար եւ կովի թրիքը։ Եթե ունեք չորը ավելի լավ, մի վեդրո կովի թրիկ, կես վեդրո հավի ծերտ։ Եթե կովի թրիկ չկա, հոգ չէ, միայն ծերտը կես վեդրո լցրեք 200 լիտրանոց բոճկայի մեջ, մի 5-6 հորդ թթվի, սիրելիներս, խառնեք, այդ ջրից վերցրեք 1 լիտր, ոչ ավել, 10 լիտրին ջրին ավելացնում եք, խառնում եք, նորից ամեն մի քյոլին տալիս եք մի բաժակ սնուցում, նոր ջրում եք սառը ջրով, 15 օրը 1։ Սա էլ սնուցման մասին, սիրելիներս։ Եթե ծաղկած է լոլիկները կամ ջերմոցում կամ դրսում, բռնում եք, այսպես իրեն թափ եք տալիս, ինքը փոշոտում է կատարում։ Կա չէ, որ նյութեր կան, որ արհեստական բերում ես ծաղիկը մտցնում ես նյութի մեջ, հետո փոքր արդեն պամիդոր է դառնում, բայց մենք չենք անում, որովհետև մենք ենք ուտում մաքուր լինի, քիմիա չենք տալիս, մեր համար է, թող լինի էկոլոգիչսկի մաքուր ապրանք, բանջարեղեն ուտենք, ոչ թե քիմիա։ Հետպես էլ հիմա դուք ոնց կցանկանաք, ուզեք առեք, այս զավյազ է կոչվում, ինքը վրաս արդեն դարձնում է ցոգոլ, պամիդոր, փոքր պամիդորներ։ Այսքան իմ սիրելի բարեկամներ, շուշուտ մի ջրեք, որովհետև եթե ջրում եք, ինքը դեղնում է։ Եղանակների պատճառով, ասում եմ, իմ սատիլները նոր սկսել են կանանչել, նկարում եմ, բերում, տեսնում եմ, արդեն դեպի լավն է գնում։ Իսկ որ շուշուտ ենք ջրում, ինքը դեղնում է, խոնավություն չի սիրում։ Պետք է լավ չորանա, նոր ջրեք։ Այսքանը իմ լավ բարեկամներ, սիրելիներս, հիմա խոսեցինք ձեզ հետ, անպայման ուզում եմ դեմքով խոսեմ, բարևեմ, նոր անցնեմ գործի։ Տեսեք, երեք Մարինկաս քաղել է իրիսներից, իմ լավ բարեկամներ, իրիսները այնպիսի ծաղիկներ են, այստեղ ծաղկում են, այնտեղ թառամում են, տեսնում եք, արդեն բերել է, բայց շատ գեղեցիկ է, ուղղակի արդեն երեկվանից թառամել է։ Գիտեք, որ շատ սիրում եմ այս գեղեցիկ ծաղիկները, դեռ քիչ են, որ ձեզ ուղարկեմ, անսահման, անթիվ ծաղիկներ եմ ուղարկում ձեզ, ասեք, որ սիրուն է, չէ, շատ, այս գույները շատ եմ սիրում, իմ լավ բարեկամներ, միշտ ծաղիկների նման ծաղկուն լինեք, միշտ ուրախ լինեք, չկարծեք, թե բոլորն էլ ունեն հոգսեր, չկարծեք, որ ես հոգսեր չունեմ, ունեմ իմ լավ բարեկամներ, բայց ուզում եմ միշտ ժպտամ, սիրում եմ։ Իսկ այստեղ ունեմ նաև Ալլայի ձեռքի աշխատանքը, մեկ անգամ երևի ցույց եմ տվել, հիշում եմ։ Եթե չեք հիշում, տեսեք, սիրելիներս, ինչպիսի ձեռքի աշխատանք, սա ծաղկաման է, տեսնում եք բոլորը, զարդարված կողքերը, գեղեցիկ, սա հոտավետ մոմակալ է, սա իր սինին է, նորից այս մասերը սիրուն զարդարված, նաշխեր է արել, շատ ձեռքի շնորհքով է, ամեն ինչ ձեռքից գալիս է, թխել, եփել, վարսավիրություն, մատներ հարդարել գիտի, հողամասում աշխատել, ծաղիկներ մշակել, տեսնում եք ինչպիսի բազմակողմանի զարգացած աղջիկ է մեր Ալլան, շատ սիրում եմ սիրելիներս Ալլային։ Այս ծաղկամանի մեջ, որ իջնեմ ներքև, արդեն մեկ անգամ իջել եմ ներքև, որդուս հարսից օգնությամբ, համապատասխան ծաղիկ քաղեմ, կբերեմ, կդնեմ, մոմներ կվառենք, միասին կվայելենք և կսրճենք, սիրելիներս, ասեք, որ շատ գեղեցիկ է և ճաշակով նվեր է, իմ լավ բարեկամներ, իսկ հիմա, սիրելիներս, արդեն գնամ խոհանոց, միասին, որ պատրաստենք տոլման, համով, հոտով տոլման։ Սիրելիներս, հարսը սկսում է աղալ լվացած, ջրքամված միսը, մեզ մոտ խոզ է և տավար, թարմը միս է, քանի որ ես այդքան երկար ոտքի վրա չէի կարող կանգնել և միսը աղալ, օգնության է հարսնում հարսս,
օգնում է միսը կաղա, իսկ խճողակը արդեն ես կպատրաստեմ։ Շատ լավ միս է, ջիլեր չունի, ես խոզիսալ չեմ աղում, ուղղակի մի փոքր մսի վրա յուղ կա, չեմ հեռացրել, հետո ես մի քիչ յուղ կավելացնեմ, սալով չեմ սիրում։ Ինչ կա մսի վրա, բավական է այդ սալը։ Աղա վերջացնի, արդեն կպատրաստեմ խճողակը։ Միսը աղած վերջացրեց, հիմա սկսել է սոխը աղալ, ասեմ, որ մսաղացը փոխեց, որովհետև դանակը չհասկացանք ինչպես պատահեց, որ կոտրվեց։ Երևի մսի մեջ ոսկոր կար, այդ ոսկորից էլ կոտրվեց։ Փոխել է մսաղացը և աղում է սոխը։ Աղա վերջացնի, արդեն խճողակ կպատրաստեմ և կփաթաթեմ։ Տերևով տոլմա չեմ կարող փաթաթել, հարցս գնաց, որ քաղի շատ մանր էր։ Մի քանի օր թող մնա մեծանա, մի օր էլ թարմը թփով տերևով տոլմա կպատրաստեմ։ Այսօր կաղամբով միայն կպատրաստեմ։ Աղացած մսի և սոխի վրա ավելացրել եմ բրինձ։ Ես չափաբաժնով չեմ ավելացնում, այլ աշկի չափով եմ ավելացնում։ Ավելացնում եմ նաև չոր ռեհան և ծիտրոն։ Մշրած է, բայց նորից ինչպես որ մեր մեծերն են անում, ձեռքով մշրում եմ։ Ավելացնում եմ 2 ճաշի գթալ, թեթև ճաշի գթալ կարմիր պղպեղ և մի թեյի գթալ սև պղպեղ աղացած, թարմը կանաչիներից համ եմ, սամիտ և մաղադանոս։ Սիրելիներս, մեր արարատյան դաշտավայրում մենք չենք սիրում սոխառածով պատրաստել, ինչքան հիշում եմ մայրիկս, կիսուրս, երբևիցե սոխառածով չեն պատրաստել, մեզ մոտ ընդունված չի, իսկ Սարի գյուղերում ընդունված է, որ սոխառած են անում, համ մեջն են լցնում, համ եփելու ընթացքում լցնում են վրա, նոր եփում են, իսկ մեր մոտ ընդունված չի, այդպես տեսել եմ, սովորել եմ և այսպես մեզ ավելի համեղ է թվում, միգուցե մի օր պատրաստեմ սոխառածով էլ դուր գա, իսկ հիմա ավելացրեցի հալած յուղը, կսկսեմ լավ խճողակը տրորել, յուղը մի կողմ դնեմ, ավելացնում եմ սառը ջուր, ես սառը ջրով եմ պատրաստում, ճաշերի սոխառածի ջուրն էլ որ լցնում եմ, եթե արգանակ չի լինում, սառը ջուր եմ ավելացնում, հիմա սկսում եմ լավ միսը խառնել իրար, որպեսզի բոլոր բաղադրիչները, համեմունքները լավ համեմվեն իրար։ Տեսնում եք, ահագին լավ խճողակ է, թարմը կանաչիների բույրը ուրիշ է, շատ համեղ է ստացվում։ Հիմա լավ խառնեմ իրար, միսը կբացվի և համեմունքները իրար կհամեմվեն։ Հիմա տեսնեմ, մի քիչ էլ պետք է ավելացնեմ ջուր, որ չոր չլինի, այս անգամ սմետան չունեի, որ ավելացնեի։ Լավ խառնելուց հետո հիմա ավելացնում եմ աղը, բերանի համով եմ ավելացնում, կխառնեմ, եթե քիչ լինի, նորից կավելացնեմ։ Հիմա նորից մի քիչ էլ խառնեմ, արդեն խճողակը պատրաստ է։ Ու կսկսեմ փաթաթել։ Խճողակը պատրաստ է, կաղամբը խաշված է, նախօրոք արդեն խաշել եմ, այստեղ աման եմ դրել, որպեսզի կաղամբի կոշտ մասերը հեռացնեմ և լցնեմ մեջը։ Հիմա կտրում եմ կոշտ մասերը, հեռացնում եմ, որպեսզի հեշտ փաթաթվի և ավելի գեղեցիկ փաթաթվի։ Ասեմ, որ վատ կաղամբ չի, նոր կաղամբ է, թարմը, նոր, անցած տարվանի չի, այս տարվա կաղամբ է։ Դրա համար թփերը շատ փափուկ են և հեշտ կփաթաթվեն, կոշտ չեն։ Մի քիչ այսպես կկտրտեմ, կշարեմ, հետո կսկսեմ փաթաթելը։
Այդպես ավելի հեշտ է լինում։ Տեսնում եք, հարմար տերևներ ունի։ Իսկ այդ մանր մասերը, որ կտրտում եմ, դա էլ կդնեմ կաթսայի մեջ, տակի մասում և կշարեմ մեր փաթաթած տոլման կաղամբի։ Կաղամբները մի քիչ մաքրեցի, կոշտ մասերը հանեցի, հիմա սկսեմ փաթաթել տոլման։ Վերցնում եմ մի լավ թեյի լիքը գդալ, խճողակ և կաղամբը կողքերով բերելով, հավաքելով, սիրուն փաթաթում եմ։ Բոլորս էլ նույնանման փաթաթում ենք, նույն ձևի, տարբերություն չկա։ Շատ նուրբ կաղամբի թփեր են, շատ նոր կաղամբը չէի պատկերացնում, որ այդքան նուրբ կլինի։ Իհարկե, փոքր գլուխ կաղամբները շատ փափուկ են լինում, թեթև եթե լինում է, շատ լավ փաթաթվում են, ընտիր փաթաթվեց։ Փաթաթում եմ և մի կողմից էլ հիշում եմ մեր ժամանակ 82, 80-ից 82-3 մինչև Սովետական միության փլուզվելը, որ քեֆ, ուրախություն, հարսանիք, բանակի քեֆ, տոլմա էին փաթաթում հարևաններով, հավաքվում էին, տոլման էին փաթաթում, հաց էին թխում, աչքիս առաջով ոնց որ կինոյի լենթի պես եկավ անցավ։ Միշտ հարգի էր տոլման, իսկ հիմա ոչ, տոլման էր հարգի, հավի քարակիչն էր հարգի, սիրտը հավի, հարևաններով այն ժամանակ ուրիշ հարաբերություններ էր, իսկ հիմա արդեն փոխվել է կարգերը, վարքերը, հիմա գնում ես Հայաստան, անգամ հարևանին չես կարողանում տեսնել, չնայած ես գոհ եմ իմ հարևաններից, գալիս են տեսության, նստում, ասում, խոսում, զրույց ենք անում, հիշում ենք մեր հին լավ օրերը, սիրելի հարազատ դարձած իմ բաժանորդներ ջան, այդպես կշարեմ, կփաթաթեմ, նոր կաթսայի մեջ կշարեմ։ Նստած եմ փաթաթում, որտև չեմ կարողանա այդքան կանգնել։ Նստած էլը ոտքս վերև եմ դրել, հարմար է, կփաթաթեմ, ուզում եմ աշխատել, հողամասում էլ աշխատել, ցույց տալ բոլորիդ, բայց չեմ կարողանում, ներող կլինեք, մինչև տեսնեմ, երբ եմ արդեն լավ ամուր ոտքի վրա կանգնելու։ Ուղղակի որ կանգնում եմ, շատ ահավոր ցավերի մեջ եմ լինում, մի քիչ երկար, շատ լավ փաթաթվում է։ Հիշում եք, այս տախտակն էլ եմ մեծը կլորը Viber-ից գնել, սիրելիներ, շատ հարմար է, շատ։ Դրա փոքրն էլ եմ ուզում գնել, օգտագործելու համար հարմար է։ Սեղանի ծածկոց եմ փռել սեղանի վրա, որպեսզի խազեր չընկնի և փաթաթեմ, մինչև վերջացնեմ, կհավաքեմ։ Եթե հաց ենք ուտում, ինչ-որ գործողություն ենք կատարում, սփռոցը անպայման սեղանին ծածկում ենք սփռոցով։ Թող ծածկած մնա, շուտ չփչանա։ Դրել եմ կաթսան, մեջը լցրել եմ մի փոքր սառը ջուր, կտրտած մանր կաղամբի կտորներով ծածկում եմ կաթսայի տակը, որպեսզի տոլմաները շարեմ։ Հիմա շարեցի թփերը, ափսեի եմ դնում կաթսայի տակը, նոր կշարեմ պատրաստի տոլմաները։ Մի քիչ փաթաթելուց հետո տոլմայի մեջ դնում եմ թարմը պղպեղ կտրտած, հետո կշարունակեմ փաթաթել։ Արդեն փաթաթեցի, վերջացրեցի տոլման, հիմա տոմատի մածուկը ջրով բացում եմ, որ լցնեմ
եփեմ տոլման։ Մի քիչ շատ էր տոմատի մածուկը, որպեսզի թթու չլինի, վերցրեցի, քիչ ջրով հիմա կբացեմ, կոշտերը որ բացվի, նոր ջուր կավելացնեմ։ Այսպես կամանց բացում եմ ծփելով, դառնում է միասեռ զանգված։ Հիմա կավելացնեմ ջուրը այնքան, որ լցնեմ տոլմայի վրա եւ եփեմ։ Նորից խառնում եմ։ Հիմա ավելացնեմ, տեսեք, մնացած պղպեղներն էլ երեսն եմ լրել։ Ցույց եմ տալիս։ Լցնում եմ տոմատի մածուկը բացած սառը ջրով։ Հիմա դնեմ ափսեն, ծածկեմ կաթսայի բերանը, դնեմ եփվելու, կհանդիպենք եփվելու ընթացքում։ Բավականին ժամանակ տոլման արդեն եփվում է, տեսեք ինչ լավ գույն ունի, անուշ բույր է տարածվել, հիմա մի քիչ էլ տակը մարման տանեմ կրակը, որպեսզի մարման կրակով եփի։ Այսքանով ավարտում եմ այս համեղ գեղեցիկ հոլովակը, մաղթելով ձեզ առողջություն, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։